Ես միանշանակ եմ գնահատում, որ ինքը քաղաքական հայտ է ներկայացնում, ինչպես նշեցի, մեր կենտրոնի հենց տեսությունը այն է, որ ռուսական կայսրությունը որոշել է Հայաստանում օգտագործել նույն քաղաքական տեխնոլոգիան, որը ժամանակին օգտագործվել է Վրաստանում, ունենալ մի հատ այդպիսի միլիարդ հատեր ուժային կենտրոն, որի շուրջ կարողանան համախմբել հակաժողովրդավարական ուժերը, սա առաջինը, երկրորդը, ես օրինակ չեմ բացառում, որ շատ շուտով իր մոտ ինչ-որ հիվանդություն կհայտնաբերեն, որ անհամատեղելի է քրեական պատասխանատվության ենթարկվելու եւ բանտում գտնվելու, ինչպես օրինակ դա հայտնաբերեցին Ռոբերտ Քոչարյանի մոտ, այլ ուրեմն բարձրաստիճան ձերբակալված անձանց մոտ, ես նաեւ կարծում եմ, որ իր պաշտպանական թիմը հենց այդ տակտիկան է մոտակայքում օգտագործելու, սա երկու, երրորդը, ինչպես եմ գնահատում իր շանսերը, գիտեք, այդ վտանգը բավականին իրատեսական է, որ ռուսական կայսրությունը այստեղ հաջողել է, որտեղ նրանք հաջողել են Վրաստանում, նրանք համարյա հաջողում էին Մոլդովայում, որտեղ այնտեղ մի չնչին տարբերությամբ ընդամենը ուրեմն պրոդեմոկրատական, պրոեվրոպական ուժերը կարողացան հաղթանակը տանել եւ պահպանել իշխանությունը, այնպես որ իրապես խնդիրը շատ մեծ է, ես կարծում եմ, եւ նաեւ պետք է հավելեմ, որ իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում ամենամեծ խնդիրը դա ժողովրդավարական, ռեալիստական, ընտրելու ունակ ընդդիմության բացակայությունն է։